Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, թույլ տվեք նախ սկզբի համար ասեմ, որ հիշեցնեմ, որ մենք այստեղ զբաղված ենք մեր քաղաքացիական տեսանկյունը հայտնելով այս կամ այն իրավիճակին, եւ եթե կոնտենտը ձեզ դուր է գալիս, ապա խնդրում եմ բաժանորդագրվել սեղմել զանգակին եւ կիսվել։ Մինչ ընդհանուր եթերին անդրադառնալը ժողովուրդ ջան, ասեմ, որ եթե հետո կլինեն բաներ, կարող եք մեկնաբանություններում գրել ինչ-որ հեռախոսաբար կամ տվյալներ, էլի։ Քաղաքացիայից դիմել Արցախից աջակցության խնդրանքով շատ նենց մի մեծ գումարի մասին չի, պարզապես ինձ մոտ շատ բավականին սուղ իրավիճակ է, ու ես ինքս չեմ կարող այս պահին այդ հարցը լուծել, անգամ շատ քիչ գումարի մասին է, եթե մարդիկ կլինեն, որ կցանկանան ամանորից առաջ որևիցե նվեր անել մեր ընկերուն Մարիամ Բալասանյանին, ապա կխնդրեմ, որպեսզի մեկնաբանությունում թողնեք տվյալներ, ես կկապվեմ ձեզ հետ, նրա հետ էլ դուք արդեն միասին կարող եք ձեր հարցերը լուծել, ես այդ արանքում չեմ լինի, ինչ-որ տենց բան չունեմ, էլի անպայման երևալու թե տեսեք։ Մի տիկին է, ում մայրը բավականին ծանր իրավիճակում է եւ պարզապես ձեռքի գումարի խնդիր ունի, ես ոնց հասկացա։ Ես ինքս ովքեր տեղյակ չեն ասեմ, որ ինքս էլ բավականին ծով վիճակում եմ, հայրս էլ վատառողջ է, մի խոսքով։ Եվ իմ աշխատավարձը չի բավարարել այս անգամ, որպեսզի օգտակար լինեմ։ Բայց ի տարբերություն նրանց, ովքեր որ ասում են ինձ միլիարդներ են տալիս, որպեսզի ես ինչ-որ բաներ խոսամ, կներեք, եթե այդպիսի բան ասողներից եթերում կլինեն, ապա կխնդրեմ այս հարցը լուծեք, հա։ Ուրեմն Գյուլիան ջան, արվեստի դպրոցների աշխատավարձը ավոր քիչ է, այս գներին չենք զգում, այդ պարգևավճարի հարցը ինձ շատ է տանջում։ Պարգևավճարին կանդրադառնամ, ես իհարկե ընդհանուր առմամբ ուզում եմ խոսել կիսատպռատությունից, վերնագիրը երևի տեսակ, ես չնայած Սիրժ Սարգսյան, ես պարգևավճարների մասին անդրադարձել եմ եւ բավականին բացասական եմ վերաբերվում դրան, բայց նաեւ տեղյակ եմ պատճառների մասին, այնուամենայնիվ դա տհաճ երևույթ է, ես չեմ կարող բավարարվել այն պատասխանով, որ տրվել է, ասեմ, որ մենք խոսել ենք կիսատպռատությունից եւ հենց դա էլ հենց քո վերած հարցն էլ դրա մասնիկն է, ոչ թե պարգևավճարի մասով, այլ արվեստի դպրոցների աշխատավարձի մասով, որովհետեւ ես կարծում եմ, որ արվեստը այն եզակի բանն է, որը կարող է այսօր շատ հարցեր լուծի եւ այդտեղ մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Առհասարակ մեր կիսատպռատությունը, կիսատպռատ հայրենասեր, կիսատպռատ եկեղեցասեր, կիսատպռատ KGB-ի մասնագետ, կիսատպռատ ամեն ինչ, ինչ որ այս տարիներին մենք հասցրեցինք տեսանք, սա յուրատեսակ իսկապես լյուստրացիա էր մեր հասարակության շրջանակներում, մարդիկ կան գուցե այդ լյուստրացիայից դիսկոմֆորտի մեջ ընկնեն, քաղաքացիներ, ինչպես քաղաքացիներ, որովհետև ինչ որ շատ ամենատարբեր ինֆորմացիաները եւ ոչ միայն դրանք ինֆորմացիա էլ կոչել չի կարելի, որովհետեւ ըստ էության դա ոչ թե ինֆորմացիա է, այլ ինֆորմացիայի շահարկում հանուն որոշակի նպատակների։ Եվ մեզ այս ամեն ինչի մեջ որոշակի մեդիագրագիտությունը, ինչպես որ միշտ եմ ասել, այս անգամ էլ կասեմ, չէր խանգարի այդ հաստատ։ Ուրեմն տեսեք, այս օրերին որքան էլ որ նախատոնական է, իմիջայլոց ես շատ ուրախ եմ, որ ընդհանուր առմամբ տրամադրությունները հանրության շրջանակներում այնքան էլ չեմ ասի թե ցածր են, չասեմ թե բարձր են, բոլորը ամանորյա բանի մեջ են, ոչ, որովհետև մենք գիտակից քաղաքացիներ ենք ու հասկանում ենք, որ պետք է զսպվածություն որոշակի լինի, քանի դեռ շատ հարցեր մեր հասարակության շրջանակներում եւ հայ ազգին ժողովրդին պետականության հետաքրքրող դեռևս չեն բավարարվել, բայց այնուամենայնիվ տոնական տրամադրություն կա, սա հաստատ։ Ներողություն ժողովուրդ ջան։ Կիսատպռատությանը վերաբերվող մենք կարող ենք, ես հենց կոնկրետ այս թեման ուզում օգտագործել այսօր եւ հնարավոր է այս թեմայով մենք մի քանի եթերներ ունենանք, այսօր շատ երկար չեմ խոսի։ Ուրեմն տեսեք ինչ է ստացվում։ Մենք կիսատպռատ հայրենասեր ենք։ Մեր Հայաստանի Հանրապետությունը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է։ Հայրենիքը մեծատառով։ Բոլոր հայերի։ Եվ ամեն մեկը յուրովի է պատկերացնում իր հայրենիքի ինչպիսին լինելը։ Եվ
առնվազն 100 տարիների ընթացքում ես ինչ եմ 110 կարելի ասել, որովհետև մեզ ամենաշատը ծխել աշխարհով մեկ ցեղասպանությունը եւ 15 թվականի կոնկրետ ավելի արդեն sense մասշտաբային, բանավաճառագործությունների ալիքը։ Ուրեմն մենք այնպեսին ինչպեսին պատկերացնում ենք մեր հայրենիքը, կարծում ենք թե դա այդպեսինը չի։ Մենք կիսատ պռատ ենք, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով, սա արդեն աշխարհի հայությանը չի վերաբերվում 1000-ով, այո, Հայաստանը բոլորիդ հայրենիքն է, բայց քաղաքացիների մասին հիմա ասեմ, մենք որպես քաղաքացի նույնպես կիսատ պռատ ենք, որովհետև եթե գիտենք իրավունքներ, գիտենք միայն մեր իրավունքները, մենք չգիտենք, եւ չենք հարգում եւ հարգելու ձևը չգիտենք դիմացինի իրավունքները։ Մենք հիմնականում քրիստոնյա ենք, բայց մեր մեջ սողոսկել է աղանդավորություն, մեր մեջ սողոսկել է աթեիզմ, մեր մեջ սողոսկել է հազար ու մի բան։ Այս ամեն ինչը ես կարծում եմ, որ եկեղեցու ներկայացուցիչների, այսինքն եկեղեցին ներկայացնող ամենայն դեպս առաջին շրջանակի բաց թողումն է եւ ոչ աշխատասիրությունն է, ինչը որ կապված է իհարկե KGB-ի հետ։ Մենք կարող ենք նստել շատ բաներ խոսել մեր քրիստոնեության ընդունումից, մեր պատմությունից, բայց մենք սիրում ենք այդպես խոսել, մենք չենք սիրում լինել այդպիսին, հա։ Մենք իբր մշակութասեր ենք, այ ես հենց ամենասկզբի հարցին պատասխանելով Սիրսարի, ուրեմն մենք իբր մշակութասեր ենք, իբր գնահատում ենք Կոմիտաս, իբր գնահատում ենք մեր ամենամեծերին ստեղծագործության, բանաստեղծությունների, բանահյուսության եւ երաժշտության ամեն ինչի առումով, այնուամենայնիվ մենք պատրաստ ենք վճարել որոշակի գումար ու գնալ աշխարհի ամենացածրորակ ստեղծագործությունները լսելու։ Այս կիսատ պռատությունը իմ կարծիքով մեր գերագույն խնդիրն է, եւ դա ունի իր պատճառները, թե ինչու է այդպես։ Պարզապես մենք պիտի մի պահ այդ ամեն ինչից դուրս տնենք, մի 10 վայրկյանով ու փորձենք նայել ինչու է դա տեղի ունենում, որովհետեւ ինչ կան բոլորս գիտենք, իսկ ինչուն եւ ինչպես անել հետո, հա, առաջարկները դա չգիտենք։ Ինձ համար ես կարող եմ ասել, որ այստեղ հանգիստ, որ խորհրդային կարգերի առավել եւս 3 լրանում էր հենց այդ օրը, երբ որ խորհրդային միությունը դադարեց գոյություն ունենալ որպես սուբյեկտիվ, որպես միջազգային սուբյեկտ իրավական, բայց նրա այդ ախտերը մնացին մինչև հիմա եւ կարծում եմ վաղն են լինելու, մյուս օրն են, անկախ նրանից ճաղերի հետևում թե ազատության մեջ, որովհետեւ այդ մետաստազները շատ են։ Ինչ անել։ Եթե մենք այս ամեն ինչի հետ համաձայն ենք, իսկ դժվար է չհամաձայնելը, իմ կարծիքով գուցե իմ ձևակերպումների հետ չհամաձայնեք, բայց ընդհանուր գաղափարի մտքի հետ չեք կարող չհամաձայնել։ Իսկ ինչ անել լավ։ Դա կմնում է ինքնակրթությունը գոնե առնվազն այդ իմ տարիքայինների մասով երիտասարդներին ավելի մեծ խորհուրդներ կտամ կրթություն եւ գրագիտություն արդեն ուսումնական հաստատություններում։ Մեր օրերում նորմալ է դարձել արդեն շատ լավ է դա վերանայել յուրովի մեր պատմությունը, յուրովի։ Ես օրերս նկատեցի Նիկոլ Փաշինյանը մի բրիֆինգի ժամանակ խոսելով հարցին եկեղեցու հետ կապված պատասխանեց հետևյալը, որ այո, մենք սովոր ենք, որ պիտի սուլթանը ասի ինչպիսի կաթողիկոս է ուզում կամ կայսրը ասի ինչպիսի կաթողիկոս է ուզում կամ շահնշահը ասի ինչպիսի կաթողիկոս է ուզում ու սրա շուրջ իսկապես կարելի է մտորել եւ խոսքը միայն եկեղեցուն չի վերաբերվում այո մենք սովոր ենք նաեւ որ պիտի ուրիշը ասի թե ինչպիսի իշխանություն է ուզում տեսնել Հայաստանում մենք սովոր ենք որ պիտի Ռուսաստանից ասեն իրենք ինչպիսի իշխանություն կուզեին կամ արևմուտքացի ինքն ինչպիսի իշխանություն կուզեր եւ այլն եւ այդպես շարունակ ես կարող եմ ավելի հեռու գնալ եթե կցանկանաք մենք սովոր ենք որ մեր իրավապահ համակարգը նույնպես պիտի ընտրի ուրիշը օրինակ ամենատարրական օրինակը բերեմ մենք մեր ոստիկանի հետ մենք անընդհատ շեշտում ենք որ ոստիկանը մեզ հետ վարվելու ձև չգիտի տեսեք ինչ վատ են խոսում տեսեք ինչ են անում իսկ մենք մեր ոստիկանի հետ վարվելու ձև ունենք մենք արդյոք նույն Ռուսաստանում նույն Միացյալ Նահանգներում
նույն Ֆրանսիայում կամ այլ վայրում ոստիկանի հետ շփվում ենք այդպես։ Կարծում եմ ոչ։ Իհարկե, այնտեղ էլ ոստիկանները կատարյալ չեն, կատարյալ ոչինչ չկա։ Բայց մենք շատ զգուշորեն ենք շփվում նրանց հետ, փորձում ենք լսել նաև նրանց։ Իրենք էլ ունեն անձնական կյանք, իրենք էլ իրենց հայաթի կյաժը կամ ճուտն են կամ մողեսիկը կամ իրենց անունով։ Ես այս կլիշկեքը որ ասում եմ նորմալ է, դա մեր իրականության նորման է դա։ Իրենք էլ ունեն իրենց ընտանեկան հարցերը, բայց մեր միջավայրի մարդիկ են, չէ՞։ Բայց չէ, ոնց, եթե կարամ գազ տամ, ինչի գազ չտամ։ Խնդիրը այստեղ է։ Ու մանավանդ Հայաստանում սրանք կզանգեմ, նրանք կզանգեմ։ Իսկ եթե զանգերը ձեռքիցդ վերցնեն, եթե քո հնարավորությունները վերցնեն ու քո հնարավորությունը լինի, միակ հնարավորությունը լինի օգտվել ոչ թե հեռախոսից, այլ սեփական ուղեղից եւ սեփական իրավունքից։ Ինչպես հաշվի առնելով դիմացինի իրավունքը։ Ինչպես կվարվես։ Այստեղ հարցեր կան արդեն։ Կատարյալ են մեր ոստիկը ոչ, մեր հատկապես ՆԳՆ նախարարությունը գնում է, այո, բարեփոխումների ճանապարհով, ինչ որ միջազգային հատկապես արևմտյան գործընկերների հետ լրջագույն հանդիպումներ ունենում ու շատ լուրջ ծրագրեր են մշակվում, չնայած որ քանի այդ ծրագրերը կատար չեն ածել, կարելի է իսկապես ունեն բողոքելու տեղ եւ կա քննադատելու տեղ եւ ես ինքս երբեք չեմ խոշել դա անելուց։ Որովհետեւ տեսնում ենք երբեմն խնդիրներ, որոնք նյարդայնացնում են հենց նրա համար, որ իրենք կան։ Այսինքն կան խնդիրներ, որոնք կարող էին չլինել։ Դա 4 դասարանի հարց է, էլի, կարելի էր չլիներ դա։ Եվ սա մեզ երբեմն նյարդայնացնում, այո, իսկ ոնց է կարծում, իրենց չի նյարդայնացնում։ Իրենք էլ ունեն հազար հարցեր։ Ոստիկանները ունեն հարցեր բարեկներին, բարեկները ունեն հարցեր ոստիկաններին, բոլորին ունեն հարցեր, որովհետև մենք նոր ենք պետություն ստեղծում։ Իսկապես նոր ենք ստեղծում։ Ես աշխովս եկավ մի քանի լրջագույն գործիչներ, քաղաքական իրենց հռչակած, իսկ իմ խոսույթով ասած թալանչիներ, հրավիրվել են դատախազություն, ես 1-2 օրվա ընթացքում որի-որ դեպքն եմ կարդում, որերորդը Աղվան Վարդանյանից սկսած, վերջացած են, ինչ է դրա անունը, Սյունիքի մարզում են, որ կինն էլ բան է, դուք ասեք, Պառա TV-ի, տեսա, հերթով գնանք, խնդրեմ, ուրեմն, այս մեր լավ դաշնակ աղբերը, կրծեն գիտության նախարարն է եղել, դաշնակցական, հրավիրվել է դատախազություն, այս մեր մյուս լավ աղբերը, Աղվան Վարդանյանը, թե ինքը, թե իր ընտանիքի անդամներ հրավիրվել են, ոստիկանություն չեք ներեք, Վարչություն, կոմիտե, չգիտեմ, այդ հարցերով, ու սենց շարունակ, հիմի նայում ես, ասում ես, բայց ես մարդիկ 20 թվականի նոյեմբերի 9-ից դուրս էին եկել, ու մեզ սովորեցնում էին ինչպես ապրել, ինչը գնահատել, ինչպես նրանք էին մեզ ասում, բացի այն, որ իրենք ասում են, հենց այն մեկի կինն էլ Պառա TV-ի տնօրենն է, աշնորհով երևի ընկել է Facebook-յան կայքում հատկապես բավականին ակտիվ աջակցում են ամեն ինչին, ինչը հակապետական է եղել միշտ։ Ու նենց նորությունները նենց են ձևակերպում, որ կարելի է ինֆարկտ ստանալ, եթե հավատալ դրան, էլի, նյարդերից կարելի է, չգիտեմ, գնալ են աշխարհ գալ։ Դա Պառա TV-ի տնօրենուհին է, ով ամուսնու հետ հանդերձ, ով Հայաստան Դաշինքի անդամ էր, հրավիրվել են դարձյալ հակակոռուպցիոն կոմիտե։ Ու ստեղ ասած մի դեժավյու է ապրում։ Մի օրենք ընդունվեց, որ ահագին ժամանակ առաջ կապված ապօրինի գույքի հետ, հա, որ բռնականություն լինի։ Այս օրենքը պիտի լիներ, որ հնարավոր լիներ, երբ որ գտնում են դա, հայտնաբերում են դա, պատասխանատվության ենթարկել։ Հայաստան եւ պատիվ դաշինքները քվեարկել են դեմ այդ ժամանակ։ Ես ամեն ինչ հիշում եմ, ցենց ասեմ դուք էլ հիշեք։ Քվեարկել են դեմ, որովհետեւ դա առաջինը վերաբերվելու էր իրենց։ Եվ իրենք ինչ պիտի անեն, որպեսզի ինչ որ կերպ շրջանցեն, ինչ որ կերպ մաքուր դուրս գային։ Իհարկե պիտի որոշեին, որ այսօրվա իշխանությունները երկիրը քանդում են։ Իսկ քանդում են իրենց ստեղծած, իրենց պատկերացրած երկիրը։ Այսօրվա իշխանությունները երկիրը քանդում են, ոնց թե արա, իմ կանգան եք, կանչում պատասխան, թուրք եք, ես ձեր վերջ, էլ ինչ պետություն, ինչ հայրենիք, ինչ
իրավունքներ, ինչ եք խոսում, վերջացավ, այս մարդու աչքերը կուրացավ։ Ու բնականաբար իրենց իր բոլոր ֆինանսական միջոցները դնելու է, մեզ համոզելու է բացատրելու համար, որ մենք սխալ ենք հասկանում եւ այսօրվա իշխանությունները չարիք են։ Չէ, չարիք հենց դուք եք, ու դուք ենթարկվում եք պատասխանատվության։ Ու դուք պիտի շատ վաղուց ենթարկված լինեք պատասխանատվության։ Բայց ես նաեւ հասկանում եմ դժվարությունները որոշակի իրավական դաշտում, որքան էլ իմ բողոքը կարող մեծ լինի, բայց այնուամենայնիվ ըմբռնումով եթե մոտենամ, հասկանում եմ այդ դժվարությունները ու այո, եկել բոլորիդ գործերը ասել է եզրափակիչ փուլին։ Եվ դուք պատասխանով տալու եք։ Գնել տարած մեկնաբանես ինչքանով է ճիշտ ջրային ռեսուրսը տվել են Թուրքին 99 տարով։ Նման բան չկա։ Սլավ Վարդանյան։ Նման բան գոյություն չունի, ես քեզ կարող եմ ասել ավելին, նման բան տարածում են հենց իմ ասած մարդկանց կանայք, ովքեր անցնում են ապօրինի գույքի բռնագանձման օրենքով։ Նման բան գոյություն չունի, դա fake նորություն է, դա որոշ թուրքական թուրք մի անձնավորություն է հրապարակել, ով որ բնականաբար այն թևից է, որ հանկարծ խաղաղություն չստացվի, որովհետև այս խաղաղությունը հարվածների է ենթարկվում ոչ միայն Հայաստանից ու Ադրբեջանից, այլ նաև արտաքին ուժերի կողմից, եւ այդպիսի բաներ են արել մեր զգացմունքայնությունը շարարկելու համար։ Անկամ ասեմ ավելին, Սլավ ջան, հիմա դու կարող ես ինձ հավատալ կամ չհավատալ, կարող ես լավ կլինի հավատաս, որովհետև ես կարող եմ ապացուցել 2-3 քայլով դա։ Երկրորդ անգամ էլ կտարածեն նույն կայքերը, նույն բանը։ Երկրորդ անգամ էլ ես կբացատրեմ, դու կվստահես ինձ։ 5-րդ ասել, բայց 11-րդ անգամ էլ ինձ չես վստահի։ Իրանց շեշտը հենց այդտեղ է։ Հենց այդտեղ, որ դու ինչ որ մի բայից էլ չվստահես։ Հասկանում ես։ Իրենք շատ լավ գիտեն, որ հեշտ է բարձելը դա։ Բայց երբ որ բարձում ես, դու հայտնվում ես արդարանալու դիրքում։ Ոստի դա թույլատնում է քո դիրքերը։ Ավելի լավ է քո մոտից այն էջերը, որոնք որ դա բերում են, պարզապես բլոկի որել չբերեն, որովհետև ինչ որ մի բայ քո վրա ազդելու է, դա շատ լուրջ ձևով, շատ լուրջ ձևով։ Հիմա գանք կիսատ պռատության եկեղեցական թեմային, որտեղ որ նույնպես ջրերը հանդարտ չեն հոսում, հա։ Այսօր տեսա ինչ որ 3 Աչապայանի ծնունդն էր, թող շնորհավոր լինի այդ մարդու ծնունդը, մարդ, հա, Աստծո ստեղծած մարդ, ինքն էլ այդ տեսակն է։ Գովաբանում էր եւ հիանում իր արմատներով, որը ես լրջագույն ձևով կարող եմ կասկածի տակ դնել, դա գուցե իր ցանկությունն է արտահայտում, Էթումյանների ցերից բաներ, մեր օրերում շատ դժվար է այդ ամեն ինչը ապացուցելը, դա դեռ պետք է հիմնավորել, եւ ցանկալի իրականի հետ պետք չի խառնել, հա։ Բայց այնուամենայնիվ, գիտեք ինչն է հարցը, երբ որ ես տեսնում եմ մարդկանց, ովքեր անցնում են ապօրինի գույքի բռնագանձման օրենքով, որի դեմ են քվեարկել, ու սրանք խոսում են պետությունից, ես դա չեմ կարող ընկալել, այսինքն ինչ կիսատ պռատ հայրենասեր եք, կիսատ պռատ եք սիրում պետությունը, երբ որ ես տեսնում եմ սրբազանների, տեսնում եմ հոգևորականների, ովքեր կարող են խոսել Աստծուց, բայց զուգահեռաբար աշխարհի լկտի դրսևորումներով աչքի ընկնել, գումարած դրանել միատել դառնալ արտաքին այլ ուժերի ձեռքին գործիք, ագենտներ, կներեք, այս ամեն ինչը արդյոք մարդու մեջ չի քանդի, թե սերը Աստծո հանդեպ, թե սերը պետության հանդեպ։ Արդյոք չի տնի մարդուն տարակուսանքի մեջ, որ ախպեր մի րոպե, այս մարդիկ եղել են իշխանություն, հիմա էլ բացատրում են պետականություն։ Ես ոնց նայում եմ, լուրջ հարցեր կա իրանց հետ կապված։ Այս մյուս մարդիկ ասել են դու ուլիպես տենց երի ու դու տենց Աստծո հետ բան, բայց ասել են մարդիկ, ովքեր որ իրենց ասածներին դեմ գործելով ապրել են։ Արդյոք ես պիտի վստահեմ նրանց ասածին կամ Աստծուն։ Սենց հարցեր են առաջանում։ Ու սա մեզ դարձրել է կիսատ պռատ հասարակության ներկայացուցիչներ։ Եվ նաև դա է պատճառը, որ մենք այսօր հասարակ թեմաների շուրջ զրուցելուց չենք կարողանում վերջացնենք այդ զրույցը առանց կռիվանելու։ Եվ սրան հենց ձգտել են, այո, պառակտիր, կիսիր, անջատիր, որ տիրես, սա է խնդիրը։ Հետևաբար, ինչա պետք անել։ Պետք է լինել օբյեկտիվ, սառնասիրտ, սառնարյուն, սառը գլխով դատել, ինքնակրթվել, ուսումնասիրել, չալարել ու դառնալ մասնիկը փոփոխությունների, դառնալ մեկը դրանցից։ Այդ բանակը կարող է փոքր թվաց, առհասարակ հենց այդպես էլ լինում է։ Հասկանում եք, առհասարակ այդպես էլ լինում է։ Հեսա 26 թիվն է, բոլորը հիշել են հայրենիքն ինչ է, պետությունն ինչ է, բոլորը հիշել են, անգամ հիշել են թե Աստված ով է, մինչև այդ իրենք իրենց էին Աստծո տեղ դրել։ Տարական օրինակ բերեմ, հա ձեզ։
Այդպես այս մի 10 եպիսկոպոսները, որ միացել էին այս շարժմանը, անունները դրել են Տիրադավ, չէ՞։ Տիրոջը դավաճանից, ու իրենք Տիրադավությունը կապում են Կտրիչ Ներսիսյանի հետ, ոչ թե Աստծո։ Կապում են անձի հետ, մարդու հետ, ոչ թե Աստծո։ Այդ մարդը թողնում ուզում է կաթողիկոս, ուզում է Հռոմի պապը, բայց նա Տերը չի։ Տերը Աստվածն է։ Այսպես են գործում իրենք։ Հասկանում եք, մեր ուղեղում փորձելով օգտվել իրենց կառավարումների տարիներին գործած չարագործությունից, դպրոցների անտանելի վիճակից, կրթության որակից, ատելության մթնոլորտից, ժողովրդին գնդակահարելուց, հալածելուց եւ այլն, ու այսօր փորձում են դրա պատուղները քաղեն։ Իմի ձեզանից է կախված ժողովուրդ ջան, թույլ կտաք թե թույլ չեք տա։ Եվ վերադառնալով մեր շատ պատահական ստացվեց մինչ այլոց այդ հարցը կարծես Սիրսարը գուշակել էր ինչից կարող է խոսենք, ու դա ինձ մի փոքր հիմա կոմպլեքսավորում է անգամ արվեստի դպրոցների աշխատավարձի ահավոր լինելուց։ Ես մի երկու օր առաջ Ֆրինուզով ազատչփում հաղորդման ժամանակ անդրադարձել եմ նախ պարգևավճարներին, այդ պարգևավճարը լավ բան է, դա խրախուսական բան է, խրախուսում է մարդուն, որպեսզի նա մարդը պարգևավճար ստանում է, երբ որ ինքը իր պարտականություններից ավելին է արել։ Եվ ազգային ժողովի բյուջեն առանձին է բոլոր բյուջեներից, ամեն մեկն էլ առանձինն է մնացած բոլորից։ Եվ որոշակի տնտեսությունների հաշվին գոյացել էր գումար, որը բաժանվեց պատգամավորների մեջ։ Բայց ես կարծում եմ նախ որ այդ գումարը գոյացել էր ոչ թե լավ տնտեսումների հաշվին, այլ վատ աշխատանքի հաշվին, որովհետև մենք ազգային ժողովում որպես կանոն ընդդիմություն առհասարակ չունենք, ու իշխանությունն էլ չի ասի թե 100%-ով է աշխատում իշխանական խմբակցությունը։ Այսինքն դրա հետ իմ կոնկրետ իմ անհամաձայնությունն է այդտեղ կայանում, եւ երկրորդ, այո, ես նաեւ խոսել եմ նրա մասին, որ իհարկե այդ պահին ես հիշում եմ, օրինակ բերեցի Մատենադարանի մեր մասնագետներին, ռեստավրատորներին, մյուսներին, ովքեր որ ստանում են խայտարակ աշխատավարձ, խայտարակ ցածր աշխատավարձ։ Եվ իմ կարծիքով անգամ աշխարհում նման փորձել կա, հենց մեծ Բրիտանիայում կա այդպիսի փորձ, մշակույթի գործ չի, կամ մշակութային դպրոցների նվիրյալներին, որովհետև նրանք հենց ամենանվիրյալները այդպիսի վայրերում են լինում, նրանց պետք է լավ նայել, նրանք պիտի չկենտրոնանան իրենց ֆինանսական խնդիրների վրա, իրենք պիտի կենտրոնանան երեխաների մեջ սեր ներդնելով, իսկ դա կարող է անել միայն մշակույթը, արվեստը եւ այլն։ Ժողովուրդ ջան, եկեք սա այսպես անենք, սա թողնենք անոնց որպես մեր կիսատ պրատության վերաբերյալ, որպես նախաբան, եւ առաջիկայում ճիշտ է տոներ են, մի փոքր пассивություն կնկատվի, բայց այս կիսատ պրատությունը հեշթեգով 1, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ այդ հեշթեգներով սրանից հետո կգնա եւ ես ամեն անգամ կարճ եթերներով մատնացույց կանեմ ավելի կոնկրետ ու թիրախային, թե որտեղ ենք կիսատ պրատություն դրսևորել, օգտվելով իհարկե համացանցում հիմնականում տիրող տրամադրություններից եւ ինչպես կարելի է դրա հետ վարվել։ Ես էլ եմ շնորհակալ հարգելիս ձեր ակտիվության համար եւ գիտեք քանի որ եթերը պիտի փակեմ, սենց բան ասեմ, էլի։ Սա մեր գրասենյակն է, աշխատասենյակն է ավելի ճիշտ։ Այս տարածքում ես փորձում եմ հիմա ցանկություն ունեմ նոր տարուն փոքրիկ ցածր բեմ հավաքել եւ երբեմն մշակութային երեկոներ կազմակերպել շատ մի քանի տասնյակ, 2-3 տասնյակ քաղաքացիների համար ստեղծագործական երեկոներ եւ այլն, հուսամ ձեր ներկայությունը կլինի։ Եվ եւս մեկ անգամ ասեմ ժողովուրդ ջան, ուրեմն այն մարդիկ, ովքեր կցանկանան իրենց համեստ օգնությունը ցուցաբերել, ինձ հետ կապը հաստատել մի տիկին Մարիամ Բալասանյան անունազգանունով Արցախից, ով ունի հիվանդ մայր 91 տարեկան, առողջական խնդիրները այնպեսին չեն, որ օպերացիայի կարիք կա ու մեծ գումարներ են անհրաժեշտ, բայց գոնե ձեռքից ծախսի որոշակի խնդիր իրենց մոտ առաջացել է, եթե ցանկացողներ կլինեն անմիջական օգնություն ցուցաբերել, ասենք 20-30-50 հազար դրամով, թեկուզ ասենք միանգամյա, շնորհակալ կլինենք, ես եթե կա այդպիսի բան, խնդրեմ կարող եք զանգել ինձ վաղը պատարագից հետո, ես ձեզ կտրամադրեմ տվյալներ, ձեր օգնությունը ցուցաբերեք, խնդրում եմ, կան այդպիսի մարդիկ էլի, բայց ես աշխատում եմ ես դաշ չմտնեմ սոցիումի մեջ, որովհետև դա հետո կարող ուրիշ բան դառնա, ես բավականին զգուշավոր եմ, հա, այդ մասով։ Եթե կլինեն, կարող եք անգամ մեկնաբանություններին էլ ուշադիր կլինեմ, կարող եք ձեր հեռախոսահամարը թողնել, ես ինքս կկապվեմ կամ
անձնական նամակով, Gmail-ով, թեկուզ կամ Messenger հավելվածով, խնդրում եմ գրեք։ Մեծ բան անհրաժեշտ չէ, ընդամենը մի հոգի մի անգամ կարող է այդ բանը անել, ամանորից առաջ նվեր մատուցել։ Շնորհակալություն Ժողովուրդ ջան եթերը դիտելու համար եւ եթե իմ առաջարկի հետ համաձայն եք, այս կիսատ ռատ հեշթեգը առաջիկայում շատ ավելի ինստիտուցիոնալ գծերի վրա դնենք ու կոնկրետ թիրախային համառոտ, եթե եթերով չէ, անգամ տեսանյութերով մի քանի րոպեանոց կոնկրետ բաների անդրադառնալ, շեշտելով, թե որտեղ ենք մի կիսատ պռատ եւ այնպես ձևակերպենք, որ ոչ թե մատնանշենք միայն մեր այդ խնդիրը, որովհետև ես կարծում եմ բոլորս էլ գիտենք մեր խնդիրները, այլ նաև ունենանք առաջարկներ կամ նաև տարածենք, թե ինչպիսին է կարելի է լինել։ Մենք ինքներս հայկյան ցեղի ներկայացուցիչներն ենք եւ լրջագույն ավանդույթներ ունենք, որոնք ցավոք սրտի վերջին 100 տարիներին կամ 600 տարիներին լրիվ կայքայվել են։ Ես կարծում եմ, որպես քաղաքացիներ մենք կարող ենք վերադառնալ դրան։ Շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար։ Լավ եղեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, մենք ընդհանրապես պետք է մեր վարքը հետևողական լինենք, մեր նիստուկացին ու որոշակի փոփոխությունների ենթարկենք։ Ես ամանորին շատ եմ ցանկանում դա։ Իհարկե ամանորյա հվում դեռ կլինի, բայց այնուամենայնիվ սա ընդունենք որպես նախերգանք այդ ամեն ինչի։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, շնորհակալություն եթերը դիտելու համար, ցտեսություն։